Դժգոհություններ կան, որ Արմեդը խափանումներով կամ դանդաղ է աշխատում, տեխնիկապես պատրաստ չէ նման ծավալի ծանրաբեռնվածության։ Օբյեկտիվ դժգոհություն է սա, եւ արդյոք քայլեր ձեռնարկում եք ծրագիրն ավելի արագ դարձնելու համար։ Արմեդ համակարգում բավական կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ ֆունկցիոնալ փոփոխություններ կատարվեցին, կապված առողջապահական ապահովագրման այս համակարգի ներդրման հետ, որը բերեց նրան, որ որոշակի համակարգի որոշակի հատվածներ, որոնք նախատեսված չէին այդ ծավալի կամ այդ ֆունկցիոնալության համար, դանդաղեցին։ Հիմա առաջնահերթությունը արդեն դրվել է այդ արագագործության բարձրացման վրա, նոր սարքավորումները ձեռք բերվել, հիմա տեղադրվում է, ծրագրային ապահովման մեջ օպտիմիզացիաները հատուկ արվում, արագությունը կդառնա ավելի ընդունելի մեր օգտագործողների համար եւ հետագայում ավելի եւ ավելի մենք դա չենք կանգնեցնելու, չենք այդ process-ը շարունակվելու մշտապես, հերթական ամեն հաջորդ օրը եւ շաբաթը արագությունը միայն ավելանալու է։ Մյուս դժգոհությունն այն է, որ Արմեդում մուտքագրումների պատճառով բժիշկները շատ ժամանակ են կորցնում։ Ինչ կասեք։ Կա օբյեկտիվ ինչ-որ բողոք, որ քիչ առաջ անդրադարձա, բայց կա նաև սուբյեկտիվ հատված, այդտեղ, որ ոչ միշտ է ճիշտ, որ ինչ-որ աշխատանքի արագությունը պայմանավորված է հենց Արմեդով։ Կան դեպքեր, որ դա պայմանավորված է իրենցից ներքին համակարգչի արագագործությամբ, պետք է համակարգիչ թարմացնի հիմնարկը, բուժիմնարկը, իր ինտերնետային կապի հարցեր պետք է լուծի, հա։ Ոչ միշտ է դա Արմեդով պայմանավորված։ Նշվում է, որ բազմաթիվ բուժկենտրոններում դեռևս բացակայում են համապատասխան կոդերը։ Ինչ կոդավորման մասին է խոսքը, եւ արդյոք դա Արմեդի գործառույթների շրջանակում է։ Ենթադրում եմ, որ խոսքը գնում է ծառայության կոդերի մասին։ Ամեն ծառայություն ապահովության մենք կոդավորում ունի, դրա մասին է խոսքը գնում, որ արդյոք տվյալ բուժհաստատությունը իրավասու է տվյալ ծառայությունը մատուցել, որ բնականաբար դա հիմնադրամն է որոշում, թե որ բուժհաստատությունը ինչ ծառայություն իրավունք ունի մատուցել, ինչը ոչ, ու դա ոնց է տեղի ունենում։ Հիմնադրամը ինքն էլ է հանդիսանում օգտագործող Արմեդ համակարգի, ինքը իր սեփական լոգինով մուտք է գործում եւ այդ ծառայությունները բաշխում է։ Բացարձակ կապ չունենք մենք դրա հետ, եթե որևէ բուժիմնարկում ինչ-որ մի ծառայություն բացակայում է, ապա դա հաստատ տեխնիկական համակարգի խնդիր չի։ Պետք է այդ հարցով դիմել բուժհաստատություն կամ բուժհաստատությունը ինքը կդիմի հիմնադրամ։ Այդպես մենք անելիք չունենք։ Արմեդ ուղղակի տրամադրում է հարթակ, տեխնիկական միջոցներ, գործիքներ, որպեսզի տվյալ գործառույթները այդ կազմակերպությունը իրար մեջ իրականացնեն։ Տարեց քաղաքացիների համար Արմեդից օգտվելը լուրջ խնդիր է։ Ինչ է հնարավոր անել նրանց համար լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար։ Արմեդ հավելվածից օգտվելը ունի միայն կամավոր բնույթ։ Ու չկա այտենց գետ մեկ, ինչ որ մի հատ ֆունկցիոնալություն, ինչ որ մեկ գործողություն, հա, որը հնարավոր չի կատարել, եթե Արմեդ հավելված չունի քաղաքացին։ Այսինքն, եթե քաղաքացին գնում է իրեն, ընդհանրենք, սպասարկող պոլիկլինիկա, հա, բուժիմնարկ, այն բոլոր ֆունկցիոնալությունը, որ Արմեդ հավելվածով նա կարող ունենար, ունի նաև բժիշկը այդ համակարգի մեջ։ Ու ինչ վերաբերում է տարեց քաղաքացին, բացարձակ պարտադիր չի իրենց կողմից ինչ-որ նույնականացվել կամ Արմեդ հավելված քաշել, ունենալ, բացարձակ։ Որ դեպքերում քաղաքացիները չեն կարողանում ապահովագրվել եւ որոնք են պատճառները։ Պատճառները կարող են բազմաթիվ լինեն։ Կան դեպքեր, երբ որ քաղաքացին ռեզիդենտ չի, այսինքն բացակայել է Հայաստանից, 173 օր չի եղել Հայաստանում, ինքը արդեն ռեզիդենտ չի, դրա համար ինքը չի հանդիսանում ապահովության ռեգիստրի մասնակից։ Ապահովության մեջ մասնակից չի մասնակցում։ Քաղաքացիության հետ կապված խնդիրներ կարող են կա հաշմանդամության ընդունվելու, հաշմանդամությունը ստանալու եւ ավարտվելու հետ կապված։ Այդ բոլոր հարցերը որևէ կերպ Արմեդի հետ կապ չունեն։ Դրանք այլ պետական տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկատվության հիման վրա են։ Պետք է նմանատիպ հարցերի դեպքում հաստատ Արմեդ դիմել իմաստ չունի, որտեղ Արմեդը նմանատիպ տեղեկատվության վրա չի կարող ազդեցություն ունենալ, հա, կամ բնակչության պետական ռեգիստրի, կամ սահմանահատման, կամ ռեզիդենտության, հա, պետք է դիմել հիմնադրամից ուղղորդում ստանալ արդեն ինչ պետք է արվի։ Արմեդ համակարգում հնարավոր է տեսնել, թե որ դեղատներից է հնարավոր կոնկրետ դեղամիջոցը գնել, բայց քաղաքացիները նշում են դեպքեր, որ այդ դեղատները կամ չունեն, կամ չեն կարող վաճառել։ Քաղաքացին Արմեդով տեսնում է, որ այս դեղը կարող ստանա այս դեղատանը, գնում է դեղատանը ասում է չունեմ այդ դեղը։ Ճիշտ են ասում, քանի որ Արմեդը դեղատան ներքին պահեստը չի տեսնում, իրեն միացած չի, ինքը չի կարողանում on-line, հա, ցույց տա թե այս պահին որ դեղատան պահեստում, որ
բրենդային անունով դեղը արկա է կամ ոչ, կամ պրոստը թեկուզ ազդող նյութով։ Կարող է նոր հենց նոր վերջացել է։ Դեղատները, երբ որ պայմանագիր են կնքում հիմնադրամի հետ, Արմեդում արտացոլվում է, թե ընդհանուր առմամբ, այդ դեղատանում ինչ դեղեր կարաս ձեռք բերես, բայց հենց այս վարկյանին արդյոք այդ դեղը կա թե արդեն վերջացել է, այդ տեղեկատվությունը ցավոք մենք այս պահին չունենք, դրա մասին մտածում ենք, աշխատում ենք, բայց դա նաև հսկայածավալ աշխատանք է պարունակելու դեղատան հատվածում, մյուս կողմում, որ իրանք on-line ռեժիմում տեղեկատվություն տան Արմեդին, թե այս պահին, եթե այս ֆունկցիան ուզում են պետք է ունենանք մեր համակարգում, ապա տեղեկատվություն պետք է տան Արմեդին, թե այս պահին պահեստում ինչքան մնացորդ ունեն, որ կոնկրետ դեղից։ Կամ դեղատներ, որոնք ասում են, որ չեն կարող վաճառել կոնկրետ դեղամիջոցը, քանի որ Արմեդում գինը որոշված չէ։ Որն է այստեղ Արմեդի դերը։ Սա տեխնիկական հարց չի։ Արմեդը այստեղ ընդհանրապես անելիք չունի, ես նախկինում էլի մի քանի հարցի անդրադարձա դրան, որ դա ադմինիստրատիվ, տենց վարչական խնդիր է, որ պետքա դեղատան եւ հիմնադրամի միջև լուծվի գնագոյացման ինչ-որ մեխանիզմ, երևի թե կա, որով այդ գները որոշվում են, որևէ կերպ այստեղ Արմեդը ազդեցություն չունի։ Արմեդը տեխնիկական հարթակ ընդհանրապես